Զբաղվել բիզնեսով ու լինել պատասխանատու շրջակա միջավայրի, բնության ու մոլորակի ռեսուրսների հանդեպ։ Շարունակելով հավատարիմ մնալ կանաչ մտածողության սկզբունքին, Ucom-ը և Impact Hub Երևանը ներկայացրին 10 նորարար ընկերություններին ընտրված 2025 թվականի Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի համար։ Այս նախաձեռնությունը կարևորում է կանաչ մտածելակերպ, որը հիմքում կա կանխատեսելիություն եւ կա ինչ-որ մի վստահություն, որի հիմքի վրա կարողանա մարդ եւ հատկապես ստարտափ մի ընկերություն հավատալ, որ այո, կարող է կանաչ մտածել եւ կարող է կանաչ գործել եւ կարող է այդ կանաչի շնորհիվ ինչ-որ ընթացքում շահույթ ձեռք բերել եւ այդ շահույթի շնորհիվ ինքը կարողանում է շրջակա միջավայրին օգուտ բերել եւ ինչու՞ չէ համայնքին օգտակար դառնալ։ Այս տարի ծրագրի կենտրոնում շրջանաձև տնտեսությունն է։ 1 տարի տևող ծրագիրը միտված է Հայաստանում շրջանաձև տնտեսության լուծումների զարգացմանը, փոխակերպելու գյուղատնտեսությունից մինչև նորաձևության ոլորտները։ Կան բազում իրականացված ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ ընդամենը տասնյակ տարիներ հետո որոշ ռեսուրսների մասով մենք չենք ունենալու, այսինքն ռեսուրսներ ունենալու ենք վերջի այդ ռեսուրսների, հետևաբար վերաօգտագործումը եւ շրջանաձև մտածողությունը միակ լուծումն է եւ լավագույն տարբերակը այդ ամենը հաղթահարելու։ Ես շատ ուրախ եմ, որ Ucom-ը ունի այդ մտածողությունը, կանաչ տնտեսության հանդեպ կարևորությունը եւ հետաքրքրությունը նորարար գաղափարներով, երիտասարդների ներգրավմամբ եւ տնտեսական բիզնես գաղափարներով լուծումները առաջ տանելուն եւ երևի թե հենց այս համադրություններ, որ մեզ եւ Ucom-ին մեկտեղեց համատեղեց իրար հետ։ Ընտրված մասնակիցները ոլորտի առաջամարտիկներն են, նրանք աշխատում են շրջանաձև տնտեսության հիմնական սկզբունքներով՝ հրաժարում, վերաիմաստավորում, նվազեցում, վերաօգտագործում, վերանորոգում, վերամշակում եւ վերականգնում։ Մեղրամոմե անձեռոցիկներից մինչև արևային էներգետիկայի ոլորտի մասնագետների պատրաստում։ Յուրաքանչյուրը յուրովի է փորձում իր ներդրումն ունենալ կանաչ ապագայի համար։ Մեղրամոմե անձեռոցիկներն են նախատեսված են մթերքները փաթեթավորելու համար, իրենք բազմակի օգտագործման են եւ հնարավոր է օգտագործել յուրաքանչյուր անձեռոցիկ մինչև 1 տարի։ Ինքը ալտերնատիվն է պոլիէթիլենային թաղանթների եւ տոպրակների։ 1 տարվա ընթացքում եթե ինքը մաշվում է, կարողանում եք սրանց գրանուլաների շնորհիվ թարմեցնել ու օգտագործել եւս 1 տարի։ Իսկ երբ որ վերջապես սպառվում եք եւ չեք ուզում այս անձեռոցիկից օգտվել, իրան դարձնենք փոքրիկ կպչաններ այսպես եւ խարույկ վառելու շատ լավ միջոց է։ Մեր կրթական ծրագրերը վերաբերում են վերականգնվող էներգետիկայի ոլորտին, մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտի մասնագետներ ենք պատրաստում եւ վերապատրաստում ենք Հայաստանի բոլոր քոլեջների դասախոսներին, տեխնոլոգիական քոլեջների դասախոսներին։ Սա շատ լավ հնարավորություն է զարգացնելու մեր թիմային հնարավորությունները եւ Հայաստանում նաեւ զարգացնել ապակենտրոն այլընտրանքային էներգետիկայի ոլորտի կրթական համակարգերը։ Ucom Fellowship-ի առաջին ծրագրի հաջողությունն էլ ոգևորեց նախաձեռնել երկրորդը։ Ռալֆ Իրիկյանը վստահ է, Ucom-ը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը կարևոր համարող ընկերություն կշարունակի այն խթանող ծրագրերը։ Ucom-ը կարևորում է այսպիսի նախաձեռնություններ եւ իր փորձից ինքը երբեմն կիսում է եւ կաչալերում է եւ խրախուսում է եւ ուզում է, որ հատկապես հայկական ցերնակադերերը, այսպես ասած, միշտ կաչալերված կան եւ կաչալերվեն եւ ուրիշներին կաչալերեն, այսպիսի կանաչ ճանապարհով իրենք անցնեն։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան փորձագիտական մենթորություն, շրջանաձև գործընթացների եւ տեխնոլոգիաների վերաբերյալ, կանցկացվեն սեմինարներ բիզնես մոդելավորման, արհեստական բանականության եւ կանաչ ֆինանսավորման վերաբերյալ։ Մասնակիցները կկարողանան նաեւ օգտվել 100-ից ավելի գրասենյակ ունեցող Impact Hub-ի համաշխարհային ցանցից։ Ինկուբացիոն ծրագրի ավարտին խոստումնալից նախագծերը կստանան մինչև 400,000 դրամ ֆինանսավորում։